Ասա արվեստի ջատագովման համայնքը նոյեմբերի 15-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում կանցկացնի Ասա ֆորում 2025-ը։ Մշակույթի, հետազոտության և նորարարության խաչմերուկներում ձևավորված համաժողովը հրավիրում է քաղաքականություն մշակողներին, դոնորներին, մենեջերներին և արվեստագետներին քննարկելու Հայաստանի մշակութային և ստեղծարար ոլորտների ռազմավարական զարգացման հեռանկարները։ Եվ միջոցառման մանրամասները մեզ այսօր կներկայացնեն Ասա արվեստի ջատագովման համայնքի նախագահ Սեդա Գրիգորյանը և Ասա արվեստի ջատագովման համայնքի ռազմավարական զարգացման պատասխանատու Լին Պարավյանը։ Վարի լույս։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Շատ դնարական էներգետիկայով տրամադրված, նաև պատասխանատվության զգացումով եկել եք մեզ մոտ և սկսեք պատմել, թե ինչ է սպասվում նոյեմբերի 15-ին։ Նոյեմբերի 15-ին ֆիլհարմոնիայում սպասվում է մշակույթի և ստեղծարար ոլորտի կարևոր և բաց ու մեծ երկխոսություն։ Մենք այդպես ենք ասում, որ երկխոսությունը, որովհետև շատ կարևոր է, որ հավաքում ենք տարբեր ուրեմն կոմպոնենտների, այդ ոլորտի ներկայացուցիչներին իրար հետ խոսելու, որովհետև դրա կարիքը շատ կա։ Մենք գիտենք, որ կան արվեստագետները, որ ստեղծագործում են, բայց հաճախ բողոքում են, որ իրենց ձայնը լսելի չի, կան դոնորները, կան այլ գործընկերներ, բայց իրենք մեկտեղ չեն հավաքվում հաճախ եւ մենք շատ ենք լսում հենց ոլորտից, որ դրա կարիքը կա միասին լինելու ու քննարկելու արվեստագետի կարիքները, պետության անհրաժեշտությունները, դոնորների ակնկալիքները եւ ամենակարևոր կոմպոնենտը, որի վրա շեշտադրում ենք անում այս տարի, մշակույթի ոլորտի հետազոտությունները, որովհետեւ առանց դրա մենք այդ պատասխանները չենք կարող գտնել։ Հրաշալի, ինչ թեմաներ են լինելու պանելային քննարկումներին։ Մշակույթի և ընդհանրապես մշակույթի տարածման, ղեկավարման պրոցեսները, այսինքն պանելայինները նենց են գծած, որ բոլոր ոլորտների հիմնական այսօրվա խնդիրները մենք ներկայացնենք և քննարկումներ անցկացնենք և ստեղ կարևոր է նշել նաև Ասայի պլատֆորմի ոչ միայն ֆորումը, այլ հենց Ասայի հիմնադրվելը, ծառայումը միայն պետության չէ և այդ կապը հաստատելու միայն այդ նպատակը չի, այլ նաև հենց ոլորտի մեջի կապերն հաստատելու, այսինքն տարբեր ոլորտները երբեմն մշակույթի, այսինքն ստեղծարար ոլորտների մեջ, իրար մեջ կապ երբեմն չունեն, դրա համար այս պլատֆորմը, ոնց որ ասում ենք պլատֆորմ, նաև ծառայում է դրան, որ երաժշտությունը թատրոնից տեղյակ լինի, կինոն գրականությունից տեղյակ լինի, այսինքն կապը հաստատվի, փոխկապակցված, հա, եւ ինչ-որ միավորված sense ստրատեգիա տեղի ունենա, որ բոլորը հասկանան ուր ենք շարժվում, այլ Երեք օր է մնացել ընդհանրապես միջոցառման անցկացմանը, արձագանքը ինչպիսին է եղել, օրինակ եւ մեքենաների եւ պետական կառույցների ինչպիսի համագործակցության այսպես հայտ ներկայացրեցին հակառակ կողմում։ Նախ չեմ ասի հակառակ կողմ, մեր գործընկերներն են բոլորը եւ շատ դրական, շատ գործընկերային ու շատ բաց։ Պետք է ասեմ, որ մենք պետության նույն ԿԳՄՍ նախարարության հետ արդեն ընթացիկ երկխոսություն ունենք հենց այդպիսի հետազոտություն իրականացնելու շուրջ եւ դա լինելու է մեր պանելային քննարկման թեման, որտեղ մենք խոսենք ու կունենանք թե միջազգային օրինակ փորձագետներ, թե նախարարի ներկայությունը եւ թե մարզային, օրինակ Սևանում ակտիվ մշակութային գործունեություն իրականացնող երիտասարդների, որ խոսեն, այ Սևանում ինչ խնդիր ունեն իրենց գործունեությունը շարունակելու եւ հակառակը, այստեղից ինչով կարող ենք նպաստել մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանը։ Այնպես որ բոլոր մեր գործընկերները, այդ թվում նաեւ միջազգայինները, որոնք արդեն Երևանում են, ինչի համար շատ ուրախ ենք, բոլորը պատրաստ են շաբաթ օրը ներկա լինել ֆորումին։ Շատ լավ է արձագանքը, դրական է եղել, արդեն կառուցողական առաջին հարթակը կա։ Անպայման, հա։ Եվ իդեպ սա երկրորդ ֆորումն է, արդեն անցած տարի առաջին ֆորումը եղել է, իրականացվել է Կատապուլտ ծրագրի շրջանակներում, որը հայ բարեգործական ընդհանուր միություններ իրականացնում, այնպես որ այս կապերը նոր չեն ձևավորվում եւ ինչ որտեղ նաեւ ժառանգել ենք Կատապուլտ ծրագրից այդ առաքելությունը։ Դուք որպես համայնքի նախագահ, դուք մի փոքր ներկայացրեցիք բնականաբար գաղափարը, դուք ավելի մանրամասն ներկայացրեք, ինչպես ստեղծվեց համայնքը, ինչպես ծնվեց գաղափարը։ Ստեղծարար համայնքը ինքը բնականաբար գոյություն ունի մեր երկրում եւ մենք հաճախ հենց այդպես շատ հպարտանում ենք, չէ՞, մշակույթով, մեր ստեղծագործողներով, մեր արվեստագետներով, Սակայն որ հետ նայենք եւ վերջին 5-6 տարիներին, անգամ եթե հետ գնանք մինչեւ կորոնավիրուսի շրջանը, միշտ եղել են այսպիսի կամավոր արվեստագետների խմբեր, որոնք որ պատրաստ են եղել բարձրաձայնել տարբեր խնդիրներ։ Օրինակ, կորոնավիրուսի ժամանակ
ամբողջ աշխարհում տարբեր երկրներ արվեստագետների համար աջակցության ծրագրեր էին իրականացնում։ Մեզ մոտ եթե կհիշեք բիզնեսների համար եղավ, չգիտեմ, այլ կազմակերպությունների համար եղավ, անկախ արվեստագետները մնացին լուսանցքում։ Եվ մենք դրա շուրջ օրինակ ահագին բավականին շատ զրույցներ էինք ունենում հենց էլի պետության ներկայացուցիչների հետ։ Եվ այսպիսի ջանքեր երկար տարիներ գործադրվել են։ Ու համայնքը պարզապես միացնում է այս բոլոր ջանքեր գործադրողներին եւ այս երկխոսությունը ավելի բյուրեղացնում է, հատկապես ֆորումի շրջանակներում։ Ավելի հասցեական է դառնում, ստայության ձայնը ավելի լսելի է լինում, երբ առանձին անհատներ չեն լինում, այլ ընդհանուրի խոսքն է լինում։ Եվ մենք կարծես հանձն ենք առնում այդ խոսքը փոխանցելու բավ, որովհետեւ մենք ներկայացնում ենք համայնքը, բոլորի խոսքը մենք լսում ենք ֆոկուսային խմբերով, չէ, հարցումներով եւ դրա արդյունքում կարողանում ենք արդեն ասելիքը փոխանցել։ Սովորաբար ավելի սովորում ենք, որ Երևանում շատ բան կենտրոնացած է։ Օրինակ մարզերում ինչ խնդիրներ եք վեր հանում։ Դուք տեսնում, որ հենց այդ հարթակում պետք է իրենց բարձրաձայնումը ստանան, գուցե նաև լուծումները։ Մարզերը շատ, ոնց ասեմ, լիմիտացված, սահմանափակ հնարավորությունները եւ հաշվի առնելով, որ երկիրը փոքր է, դա թույլ տրվելի չէ, էլի, եւ այդ կապը հաստատելու հիմա այդ մեր հետազոտությունը, որ նաեւ անելու ենք, դրա վրա էլ է ֆոկուսը, որ պետքա մարզերում հասկանանք ինչն է խոչընդոտը, ոչ միայն լուծումներն են, նաեւ խոչընդոտները, որը պետքա որոշ անգամ հանվեն, որ այդ խոսքը ապահովվի։ Եվ այդ խոչընդոտները հիմա ենք դրա վրա աշխատելու եւ այս տարին դրան ենք ֆորումն է ֆոկուսը հենց հետազոտությունն է, թե ոնց ենք անցկացնելու եւ ոնց է ճիշտ իրականացնել դա, որ հասկանանք իրոք հեշտ է ասել, օքեյ, այս չի հասնում, օպերա չկա, շենքը վատ է, բայց իրականում ավելի այո, ինքը ավելի ճիշտ կառուցված պետք է լինի, որ ինքը ֆոկուսային թիրախային ճիշտ լուծումներ բերի։ Եվ մեր գլխավոր միջազգային հյուրը, բանախոսը, որ արդեն ժամանել է, Անետ Օրեջյանին, ինքը բրիտանացի է, ով մոտ 50 տարվա փորձ ունի հենց այս մշակութային քաղաքականության մշակման, մշակութային սպառման ուսումնասիրությունների, թե Մեծ Բրիտանիայում, թե Մեծ Բրիտանիայից դուրս պետական մակարդակով, ու կարծում ենք մենք իրենից եւ իրենց փորձից շատ բան ունենք սովորելու եւ իր հիմնական բանախոսությունը կլինի հենց այդ փորձը փոխանցելու շուրջ, թե ինչպես կարելի է հասկանալ այ մշակույթը թե կենտրոնացված, թե ապակենտրոնացված ինչպես չափել եւ ինչպես ճիշտ մատուցել հնարավորությունները նաեւ մարզերում։ Ասում են մշակույթը մի լեզու ունի, մշակույթի լեզուն է հենց միմյանց հետ հաղորդակցվելու, բայց եթե ամեն դեպքում դրանից դուրս Հայաստանում կոնկրետ ինչ խնդիրներ կան, որ դա մեզ է բնորոշ, կլինի մտածողության, կլինի օրենսդրական, օրինակ ունեք նման պատկեր, որ օրենսդրական բացեր շատ ունենք եւ դա հասկանալի է, որպես երիտասարդ պետություն, գիտեք չէ, անգամ Չերչիլից այդպես մեջբերում կա, որ մշակույթի հաճախ պետությունները առաջնահերթություն չեն դիտարկում, բայց ինչու ֆինանս դնել այլ բնակավարներում, եթե պիտի մշակույթը տուժի։ Եվ նման մոտեցման բնականաբար, որպես երիտասարդ պետություն գուցե առաջնահերթություն դա չի եղել, բայց այսօր մենք ունենք եվրոպական փորձը, մենք ունենք շատ գործընկերներ, ում փորձից կարող ենք սովորել եւ իրենք իսկապես պատրաստ են դա փոխանցել։ Օրինակի համար կարող ենք ասել Creative Europe ստեղծագործ Եվրոպա ծրագիրը, որը լայն հնարավորություններ է բացում ոլորտի համար, բայց Հայաստանը դեռևս օրենսդրական բարեփոխումներ պիտի անի, որպեսզի կարողանա հասանելիություն ստանալ ծրագրի ամբողջ շրջանակին։ Եվ նման օրինակ միջազգային շատ ձևաչափեր կան, որոնք նման ուրեմն բարեփոխումների անհրաժեշտություն են տեսնում, լրացումների կարելի ասել, եւ մենք դրանց շուրջ աշխատում ենք, դուրս ենք բերում այդ կարիքները։ Շատ անգամ այստեղ կարևոր է նշել, մեզ թվում է ջանքերը շատ են, բայց իրականում շատ անգամ ուղղակի ինֆորմացիա տրամադրելը եւ միավորված է ձեր ասացած այն հաղորդելը շատ լուծումները տեղ են գտնվում։ Ուղղակի որ մարդիկ տեղյակ լինեն։ Դրա համար մենք հիմա սկսում ենք նաեւ այդ ոնց որ շրջանակները վերցնում ենք որպես ֆոկուս, որ ինֆորմացիա հասնի տեղ, ոլորտի մեջ vertikal ու հորիզոնտալ բանով բոլոր հարթակներում։ Եվ մեր նաև շատ կարևոր հարստությունն են մեր փորձագետները, որովհետև մշակույթի ոլորտը ինքնին
ինքնաբավ չի լինի, եթե չլինի օրինակ իրավաբանական աջակցությունը, ֆինանսական աջակցությունը։ Մենք սեպտեմբերին արեցինք դասընթաց բոլոր այն շփոթված արվեստագետների համար, որոնք չգիտեին ինչպես անել իրենց հայտարարագրումը։ Եվ պատկերացրեք, դու ստեղծագործող մարդ ես, ուզում ես նստես ուղղակի քո ստեղծագործությամբ զբաղվես, չէ՞, բայց մեկ էլ գալիս է այսպես ֆինանսական հարցեր, իրավական հարցեր եւ պիտի կարողանաս այո, ԱԶ, ՍՊ, թվում է փոքրիկ եւ հարաբերող այդ խնդիրները, էլի, չէ՞, իրանք ամեն օր փոխվում են։ Ու մենք նաեւ շատ փորձառու եւ բարձրակարգ այսպես փորձագիտական համայնք ունենք, որը մեր հարստությունն է եւ իրենք պատրաստ են իրենց գիտելիքը, իրենց ծառայությունները բերել մեր արվեստագետներին։ Այս կապը հաստատելը կարծում եմ դա է շատ կարեւոր է։ Նաև եկեք հասկանանք օրակարգը։ Մարդկանց այժմ նրանք դիտում են, հետաքրքիր է, բավականին մանրամասն ներկայացնում եք, ինչպիսին է նոյեմբերի 15-ի օրակարգը, երբ է սկսվում, երբ են ընդմիջումները, լինելու են ինչ-որ այլ հետաքրքրություններ, թե միայն պանելային քննարկումներ։ Այստեղ նաև մրցանակաբաշխություն է գրված մեզ մոտ, նաև դրա մասին մի փոքր պատմեք։ Օրը սկսվում է բոլորին հրավիրում ենք ժամը 11-ից գալ ֆիլհարմոնիա, այդպես մեկնարկը կլինի 11-ից, ունենք 3 հիմնական պանելային քննարկում, որոնց ընդհանուր շրջանակը արդեն ասեցինք թեմատիկ, կլինի մեր այդ հիմնական բանախոսի զեկույցը, կլինի նաև մեր կողմից պրեզենտացիա ավելի մանրամասն մեր համայնքի մասին, մեր գործունեության մասին եւ բուն արվեստագետների համար երաժիշտների համար ավելի թիրախային ուրեմն ձևաչափեր ունենք մի հատվածը, որը իրականացնում ենք հոսք հիմնադրամի հետ համատեղ, այստեղ հետաքրքիր sound grid, մենք էլ ենք նոր իմացել այս ձևաչափի մասին, բայց շատ կարևոր ձևաչափ է, որը ապահովում է երաժշտության ոլորտի մասնագետների կողմից անկեղծ բաց թափանցիկ եւ կառուցողական քննադատության փոխանցում կոնկրետ ստեղծագործությունների շուրջ, այսինքն մասնագետները լսելու են երաժշտական ստեղծագործություն, կարծիք են հայտնելու առանց իմանալու հեղինակին, բայց հեղինակը ներկա կլինի եւ կարծում ենք դա շատ օգտակար կլինի հեղինակներին, երիտասարդ հեղինակներին այդպիսի ֆիդբեք, հա, քննադատություն լսելու ունենալու ենք երաժշտական համերգասրահների կառավարման հետ կապված ձևաչափ, որն էլ իրականացնում ենք ռեզոնանս ծրագրի հետ համատեղ, Իտալիայից մեր բանախոսները կխոսեն ինչպես ճիշտ կառավարել լայվ երաժշտության գործունեությունը։ Այսինքն կան նաև ոլորտային թիրախային բաղադրիչներ, կան արվեստի գործերի ցուցադրություն, երաժշտական բաղադրիչ վերջում եւ մրցանակաբաշխությունը, որի կոնցեպտը կներկայացնենք, բայց մանրամասները իհարկե մասնակիցները արդեն տեղում կիմանան։ Սա այդ կրկին մշակույթի ոլորտին, ստեղծարարությանը աջակցելու եւ կարեւորելու խթանման եւս մեկ փորձ է, այստեղ կոչվում է բիզնես արվեստին եւ մրցանակներ են հանձնվում այն բիզնես գործունեություն վարող կազմակերպություններին, որոնք տարվա ընթացքում մեծ ներդրում են ունեցել որևէ մշակութային ստեղծարար ուրեմն նախագծի կամ ծրագրի իրականացման գործում ունենք 4 մրցանակակիր տարբեր անվանակարգերում մշակութային ժառանգության, արվեստի ձայնի բարձրացման եւ կարեւոր է որ մենք այսպես միջնորդ ենք որպեսզի այս մրցանակաբաշխությունը իրականանա, բայց նոմինացնում են ոլորտի կառույցները, բիզնես համայնքներ, ասոցիացիաները եւ իրենք լավ գիտեն, հա, իրենց գործընկերներից ով է իսկապես առանձնացել մշակույթի հանդեպ վերաբերմունքով եւ իրենք էլ նոմինացնում են։ Ու շատ ուրախ ենք, որ այս հարցում եւս բոլորը համագործակցային են եղել եւ իսկապես գնահատում են այս խթանման, նաեւ ծափահարելու ինչ որտեղ այդ մեծենատության ջանքերի համար, որը որ մեր սահմանափակ ֆինանսական աղբյուրների պայմաններում մեծ ներդրում է մշակույթի ոլորտին։ Հրաշալի։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ մեզ հյուր գալու համար, նաեւ այս կարևոր նախաձեռնության մասին պատմելու եւ նախաձեռնությունն իրականացնելու համար։ Դուք իսկապես կարևոր գործառույթ եք իրականացնում։ Հագեցած օրենսեր ֆորումի մաղթում։ Համեցեք շաբաթ օրը։ Իրոք շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալ ենք, որ եղաք մեզ հետ, դիտենք տեսանյութը եւ մի փոխեք ալիք, հետեւեք Կենտրոն հեռուստաընկերության հետագա եթերին։ Լավ օր։